Սա Տավուշի մարզի Աչաջուր գյուղն է, Աղստև գետի հովտում, սարերի ստորոտին, բլուրների վրա, նրանց մեջ, նրանց շուրջ պարում, գեղեցիկ գյուղ է Աչաջուրը, գեղեցիկ տեղադիրք ունի, մայրաքաղաքից հեռու է 150 կիլոմետր, Աչաջուրցիները հայի նկարագրին հարազատ մնացած մարդիկ են, մեղմ ու հանգիստ բնավորությամբ աշխատասեր հյուրամեծար, թե երբ է գյուղը ստեղծվել անհայտ է, մի բան է հայտնի, որ աչաջուրցիները բնիկներ են, հին գյուղը ներկայիս գյուղից 5 կիլոմետր վերև է գտնվել, պատմում են բնակիչները, Աչաջուր անունը մեկնաբանվում է այսպես, Խաչաձև աղբյուրների արանքում գտնվող գյուղ, Աչաջուրում պահպանվել են բրոնզեդարյան, քարեդարյան հուշարձաններ, սրանք արդեն իսկ վկայում են նրա հնագույն լինելը, Գյուղի տարածքում է գտնվել պատմական Մակարավան գյուղը, իսկ Աղստև գետի հովտում տեղ է զբաղեցրել Արքունաշեն գյուղը, Մակարավանքն է սա, անտառամերձ բարձունքին վեհաշուքորեն վեր խոյացող Աստծո հայստունը արարվել է 10-ից 13-րդ դարերում, կողքին Սուրբ Աստվածածինն է, կառուցվել է 1204 թվականին, Նրա բազմատեսակ քանդակների պատճառով այսօր այն համարվում է արևելյան աղթամար։ Նրա նորոգումը կատարվել է 70-ական թվականներին, բայց այսօր եւս խիստ անհրաժեշտություն կա նորոգման։ Ավանդական զրույցներ կան, որ Մակարավանքը կոչվում է իր վարպետի անունով։ Եվ աղբյուրը Գերանի աղբյուր, մի աղջկա անունով, որը վարպետների համար մոտակա աղբյուրից ջուր է բերել։ Տարբեր տեղերից, Հայաստանից եւ դրսից, արտերկրից բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Մակարավանք։ Վերջին ժամանակներս պակասել է, որովհետև ճանապարհը անբարեկարգ վիճակում է։ Մեր գյուղը սկզբնական շրջանում եղել է Մակարավանք համալիրի մոտակայքում, հետագայում եղանակային պայմաններից, ճանապարհային պայմաններից ելնելով կամաց իջել են դեպի Աղստեփի հովիտ։ Հարևանությամբ եղել են մատուռներ Մակարավանք համալիրի։ Մակարավանքը հավանաբար պետք է ունենա շարունակություն։ Այս քարերը հենց այդ սյուների հաջորդական շարունակական հիմքն են կազմում։ Ծնունդով աչաջուրցի շատ հայտնի դեմքեր կան, քաղաքական, հասարակական կյանքում, գիտության բնագավառում, զինվորական գործի մեջ։ Նրանք անգամ գյուղից դուրս ապրելով չեն մոռանում իրենց հայրենի օրորանը։ Հպարտությամբ ասում է համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանը։ Իջևանի առաջին էլեկտրաենթակայանի հեղինակ շինարարը աչաջուրցի Տիգրան Ղալթախչյանն է եղել։ Ունենք երկու ազգային ժողովի մեր երկու պատգամավոր, մեր հարգարժան մեր Մարտիրոսյան Լովան եւ մեր հարգարժան Քոքոբելյան Խաչիկը։ Ունենք լավ գիտնականներ, ունենք 63 դոկտոր պրոֆեսոր, ունենք 4 ակադեմիկոս, ունենք 2 գեներալ, բոլորին էլ կներեն մենք չենք կարալ անուն նշենք, բայց մենք օրինակ հպարտանում ենք միշտ էլ մեզ համար մեր Հրանտ Թամրազյանը եւ նրա որդին Հրաչյա Թամրազյանը, Դարփինյան Վալոդյան, որ եղել է հոկտեմբերյանի ռայկոմի քարտուղարը եւ կառուցել է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը։ Իհարկե նման մարդկանցով մենք միշտ էլ հպարտանում ենք, մենք ունենք լավ մեր Աղբալյան Սուրիկը, այսօրվա դրությամբ մեր Ղարայանները։ Աչաջուրցիները հայտնի են հայրենիքի հանդեպ իրենց անձնվեր դրսևորումներով։ Արցախյան ազատամարտի տարիներին գյուղի այրերը անմիջապես ոտքի ելան եւ իրենց մասնակցությունը բերեցին շրջանի կարևորագույն սահմանային գոտիները անառիկ պահելու գործում։ Շարունակում է իրազեկել Կամո Ղալթախչյանը։ Իսկ գյուղը այդ տարիներին բազմիցս հայտնվեց թշնամու թիրախի տակ, գնդակոծվեց, կրեց վնասներ, եղան զոհեր։
Աչաջուրը ունացել է 60 հոգանոց ջոկատ, 60 Արցախյան շարժման ժամանակ։ Աչաջրի հրամանատարը, ջոկի հրամանատարն եղել է Ղալթախյան Վալերիկը, իմ մեծ եղբայրս է։ Հետո Ղալթախյան Վալերիկը տեղափոխվել է, դարձել է Իջևանի Երկրապահ բատալյոնի գումարտակի հրամանատարը։ Սա թրմիշը, այդ տարածքը անձամբ Աչաջրի ջոկատի տղաներն են այդտեղ կանգնած եղել գիշեր եւ ցերեկ։ Սահմանը ուղիղ գծով Աչաջուրից հեռու է ընդամենը 3-4 կիլոմետր։ Գյուղին հարակից բարձունքից պարզ երևում է ադրբեջանական գյուղ։ Այստեղ բարձունքին է հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշաքարը։ Այն տեղադրվել է 2015-ին համայնքապետի նախաձեռնությամբ։ Խաչքարը Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ գյուղին նվեր է արել համագյուղացի քանդակագործ Բարքև Ասլանյանը։ Տեղադրման աշխատանքների ֆինանսավորումը իրականացվել է գյուղապետ Կամո Ղալթախյանի անձնական միջոցներով։ Աչաջուրցիները զբաղվում են դաշտավարությամբ ու այգեգործությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Ռոռոկման հարց կա գյուղում։ Այդ իսկ պատճառով հողերի կեսն է մշակվում, ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանը եւ շարունակում։ Աչաջուրում շատը խաղողի այգիներ են։ Ռոռոկման ջուրը հազիվ դրանց է բավարարում։ Անջրտի հատվածներում ցանվում է աշնանացան ցորեն։ Հիմնական ռոռոկումը պոմպակայաններով է կատարվում, իսկ այս եղանակով ռոռոկումը թանկ հաճույք է։ Կա նաև ռոռոկման ներքին ցանցի խնդիր։ Պոմպակայանի միջոցով երբ որ աշխատում է, եթե նրա ներքին ցանցը, ասենք, երկարացվի, որ հասնի բոլոր, ասենք, հողամասերին, շատ ցանկալի կլինի։ Արդեն մարդկանց մենք կարող ենք կապել հողի հետ։ Որտեղ աշնանացան այստեղ այնքան էլ բերքատվությունը բարձր չի, արդյունավետ չի, մարդիկ 1-2 տարի փորձում են ու թողնում են։ Եթե հիմնականում աշնանացան ցորենի պահով եմ ասում, իսկ այգիները եթե կարողանանք որ ապահովենք ռոռոկման ջրով, ես նորից եմ շեշտում, հատկապես ինքնահոս ռոռոկման համակարգ, եթե անցկացվի, ուրեմն այստեղ հատկապես խաղողագործությունը մեծ զարգացում կապրի։ Գյուղից տարեկան 1000-ից 1200 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի։ Բայց ձմեռավունդին վերադառնում են, ասում է համայնքի ղեկավար Կամո Ղալթախյանը։ Լավ հողամշակության համար պակաս կարևոր չէ գյուղտեխնիկայի առկայությունը։ Գյուղն ունի նորագույն գյուղտեխնիկայի կարիք։ Ստեղծվել է արոտօգտագործողների միավորում, միավորմանը տրամադրվել է մեկ Բելարուս մագնիշի տրակտոր գյուղգործիքներով, օպերատիվ է ինքը, բայց այդ տրակտորը ընդհանրապես գյուղում այսօրվա պահով այս մեծ գյուղում մի 4 տրակտոր գոյություն ունի, որը շատ քիչ է այս մեծ համայնքի համար։ Չունենք, այսօր ասում ենք աշնանացան ցորեն արտադրենք, բայց այսօր չունենք հացահատիկահավաք կոմբայն։ Այսօր մեծ խնդիր է։ Եթե հացահատիկահավաք կոմբայնի հարցը լուծվի, ես հավատացած եմ, որ աշնանացան ցորենի ցանքատարածությունները մի քանի անգամ, նույնիսկ 10-յակ անգամ կավելանա։ Մեծ ցավոք խնդիր է։ Նկարահանման օրը Աչաջուրում էին գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցները։ Կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանը այս անգամ այցելություն էր կազմակերպել այս գյուղ։ Աշխատակիցները եւ ինքը տնօրենը անձամբ խորհրդատվական փոքրիկ դասընթացներ էին վարում գյուղի ֆերմերների հետ։ Թե ինչպես կարելի է աշխատանքներն ավելի մասնագիտորեն կազմակերպել ու տնտեսությունն ավելի արդյունավետ դարձնել։ Աչաջուրում վերջին շրջանում մեծ տեղ է տրվում ջերմոցային տնտեսությանը։ Մարզում նորություն է ջերմատնային տնտեսությունը։ Մի շարք կազմակերպություններ, այդ թվում օքսվայի միջոցով ստեղծվել է կոնկրետ այս ջերմատունը, եւ քանի որ դա նոր մշակույթ է, նոր երևույթ է մեր մարզում, այստեղ ֆերմերները շատ կարիք ունեն խորհրդատվության։ Ցանկալի կլինի իհարկե, որ շուրջ տարյա տաքացում լինի, ձմեռ ամիսներն տաքանան, որպեսզի ֆերմերը լուրջ ներդրումներ ունենա, բայց քանի որ նոր է, ռիսկային է խիստ, դրա համար առայժմ մենք բաց գրունտից ընդամենը 1 ամսով ենք շուտ բերք ստանում, դա հիմնականում լոլիկն ու վարունգն է,
բայց հիմա այդ բերքերից հետո ֆերմերները արդեն լոբի են շարքում աշտանը բերք ստանալու համար։ Տավուշի գյուղատնտեսության աջակցության կենտրոնը մարզի 62 համայնքներում իրականացնում է խորհրդատվական, տեղեկատվական, մարքեթինգային բազմաբնույթ ծառայություններ։ Մարզի 59 համայնքի հետ ունենք պայմանագիր, ուսուցանվում են եւ մշակման նոր ոչ ավանդական մեթոդներ, որոնք արդեն դրվում են կիրառման մեջ, տեղեկացնում է տնօրենը Վահան Կարապետյանը։ Ունենք մեր սեփական թերթը, պատրաստում ենք տեղեկատվական թերթիկներ, ունենք հստակ ժամանակացույց, իրականացնում ենք սեմինարներ, խորհրդատվություններ, օրինակ խաղողի այգիների պարտացման նոր տեխնոլոգիաներ են կիրառել, դա համատեղ նախկին ավանդական էր եւ ֆերմերներին ցույց տվել, որ այն նման ներդրումների դեպքում կարելի է մի քանի անգամ ավելի բարձր արդյունք ստանալ, քան ասենք մեր ավանդական մեթոդները։ Փոքր ծրագրեր ունենք դրամաշնորհային։ Ամբողջ հենց նպատակը դա էր, որ ներդրումների արդյունքում, որը ֆերմերը շատ հաճախ չի կարողանում անել, նման ներդրումների դա կլներ նոր սերև, նոր բուժանյութ, նոր տեխնոլոգիա, ցույց տալու, որ այն նման ներդրումների դեպքում կարելի է մի քանի անգամ ավելի շատ եկամուտներ ստանալ։ Համագործակցում ենք գամքի գործակալների հետ, խորհրդատվություն են տալիս, մարդիկ պատրաստական են նորից նոր խաղողի այգիներ եւ պտղատու այգիներ հիմնել, որովհետեւ արդեն այն եղածը դրանք խորհրդային միության են, նրանք արդեն ծերացած այգիներ են, պետք է պարտադիր երիտասարդացնել այդ ամեն այգիները։ Մեզ ներդրում ունի նաև մեր համայնքը։ Ես ջերմոցի կառուցման հետ դիրքը շատ թեք էր եւ մինչեւ 500,000 դրամ ներդրում ենք ունեցել, որպեսզի այս ամբողջ տարածքը հարթեցվի։ Որից հետո օքսման կազմակերպությունը հիմնել է 440 մետր ջերմոցային տնտեսությունը։ Աչաջուրը Տավուշի մարզի մեծ համայնքներից է, մոտ 5000 բնակիչ ունի։ Մեծ համայնքում բնականաբար խնդիրները շատ են լինում, նշում է համայնքի ղեկավարի տեղակալը։ Հարցերը կարգավորելու համար համայնքապետարանը համագործակցում է տարբեր արտասահմանյան ու տեղական ներդրումային կազմակերպությունների հետ, հանդես գալիս համաֆինանսավորմամբ։ Նաև զուտ համայնքապետարանի միջոցներով են որոշ հարցեր լուծվում։ Համայնքապետարանի միջոցներով ամբողջապես վերանորոգվել է գյուղապետարանի շենք։ Գյուղբերող ճանապարհը, որն արդեն մացառուտները գրեթե փակել էին, կարգի է բերվել։ Երկու կողմերում կտրվել են մոշուտները, խնամվել են ծառերը։ Համայնքապետարանի միջոցներից տարեկան հատկացումներ են արվում գյուղամիջյան փողոցների համար։ Խճապատվում են։ Լուծվել է եւ գյուղի մաքրության ու աղբահանության հարցը։ Իհարկե, ինքնին հասկանալի է, որ դեռ հարցեր կան եւ կլինեն, ասում է ինքը համայնքապետը Կամո Ղալթախչյանը։ Պարոն Ղալթախչյանը Աչաջուրի համայնքապետն է արդեն 3 տարի։ Պետք է նշել, որ որոշ հարցեր լուծվել են բարերարների օգնությամբ։ Կատարված աշխատանքների ցանկում կարևոր էր խմելաջրի հարցի կարգավորումը։ Ջրագծերը 70-80%-ով նորացվել են, ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանը։ Ուրեմն մեր բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ համայնքում իրականացրել ենք այս տարի 3 մեծ ծրագիր, հիմնականում խմելու ջրագծի աղբալի աղբյուր կոչվող այդ ակունքի ընդհանուր վերանորոգում, հիմնովին ամբողջ ջրագծի հիմնովին ուրեմն վերակառուցում 90-ական թվականներից այս կողմը ուրեմն ինքը գործելիս չի եղել։ Ունենք ցանկություն, որպեսզի աղբալի աղբյուրի մոտից հիվանդանոցին մատակարարենք հիմնական ջրով։ Բացի ուրեմն Միքայել Վարդանյանի տրամադրած գումարից եւս 2 թաղամաս, ժամի թաղ եւ շեկաթաղ, ուրեմն մասնակի ուրեմն փոխվել է ուրեմն ջրագծերը, այսինքն ներքին ցանցը մաշված են եղել խորհրդային միության տարիների, ասենք մետաղյա խողովակներ են եղել, որը արդեն փոխարինվել է եւ նորմալ ջուր է մատակարարվում այդ 2 թաղամասերին եւս։ Աչաջուրը մշակութային, սպորտային ավանդույթներ ունեցող համայնք է։ 2015-ին համայնքապետարանի միջոցներով ներքին հարդարում է կատարվել մշակույթի տանը։ Կառուցվել է տարեցների համար սենյակ, վերանորոգվել է տանիքը։ Աչաջուրը տվել է հիանալի մարզիկներ։
Գյուղի ֆուտբոլի թիմը հատկապես խորհրդային ժամանակներում հայտնի է եղել։ Իսկ այս ֆուտբոլի հիանալի մարզադաշտը կառուցվել է 1950-ականների վերջերին մանկավարժ տարածաշրջանի ֆուտբոլի հիմնադիր Վաղարշակ Գալթախչյանի նախաձեռնությամբ, ու հիմա էլ նրա անունով է կոչվում։ Ահա եւ գյուղի բժշկական կառույցները. ամբուլատորիան պոլիկլինիկայի մասնաշենքով եւ հիվանդանոցային մասնաշենքը բաժանմունքներով։ Հիվանդանոցային մասնաշենքի տանիքը հիմնովին վերանորոգվել է համայնքապետարանի միջոցներով անցած տարի։ Աչաջուրի բուժկենտրոն են այցելում եւ Տավուշի եւ Լոռու մարզերի բնակավայրերից հիվանդներ։ Սեպտեմբերի 21-ին, անկախության օրը, հիվանդանոցը 2 ծնունդ ընդունեց՝ տղա եւ աղջիկ, ուրախությամբ իրազեկում է տնօրենը։ Մոտավորապես տարին մինչև 10-15 հազարի մոտ այց ենք ունենում։ Սահմանամերձ մարզա մեր մարզը եւ ունի մոտավորապես 370 կիլոմետր սահման Ադրբեջանի հետ, ուղղակի ցանկալի կլիներ, որ ուշադրությունը մեծ լիներ դեպի այս մարզը, հիմնականում սահման պահող գյուղեր են ընդգրկված ու առողջապահական ծրագրեր շատ լիներ, անվճար մասնագետների համալրում, անվճար հետազոտություններ, վիրահատություններ։ Ներկայությամբ հարկավոր է վերանորոգել ծննդատան մասնաշենքը։ Նաև շենքի մի հատվածը, որը անցյալ դարի 60-ականներից այս կողմ չի վերանորոգվել, նշում է տնօրենը։ Եվ հավելում. վերանորոգման դեպքում կարելի է մահճակալների թիվն ավելացնել։ Հիվանդանոցն ապահովված է առաջին բուժօգնության սարքավորումներով։ Պարզապես կարիք կա նոր ժամանակակից սոնոգրաֆիկ սարքի։ Գյուղի մանկապարտեզն է, որը գործում է դպրոցի շենքի մի հատվածում։ Մանկապարտեզի շենքը վթարային էր, դրա համար համայնքի նախկին ղեկավարությունը 2008-ին հարմար գտավ մանկապարտեզը տեղափոխել այստեղ։ Վերանորոգումը իրականացրեց World Vision կազմակերպությունը։ Սենյակները հարմարեցված են թեև, սակայն կարելի ասել ստեղծվել են բավարար պայմաններ, իրազեկում է մանկապարտեզի տնօրենը եւ հավելում. Կա համապատասխան միջավայր, որտեղ փոքրիկները իրենց լավ են զգում։ Իսկ անցած տարի 2015 թվականի ամռանը ներկայիս գյուղապետը ձեռնամուխ եղավ ավելի բարելավել պայմանները։ Համայնքապետարանի միջոցներով վերանորոգվեց մանկապարտեզի առաջին հարկը, ստեղծվեց բուժկետ։ Ներկապահին մանկապարտեզ են հաճախում 85 երեխաներ, 3-ից 6 տարեկան 2 խմբով, նշում է ինքը գյուղապետը։ Երկրորդ հարկը վերանորոգված չէ։ Եթե գտնվի մի բարերար, որն օգնի այն վերանորոգել, ավելի շատ երեխաներ կհաճախեն։ Հերթագրվածներ կան, պարզապես տեղ չլինելու պատճառով հնարավոր չեն ընդունել։ Իմ նախաձեռնությամբ եւ մեզ էլ օգնել է մեր Քոքոբելյանը, մեր Վաչոն, մեր Խաչատուրի եղբայրը, մենք ավելի մեծ պետք է հնարավորություն տանք, որ այսօրվա դրությամբ մինչև 200 երեխա մենք կարանք մեր մանկապարտեզը տեղավորենք։ Ահա այսպիսին է Աչաջուրը իր պատմությամբ, ներկայիս հոգս հարցերով ու ձեռքբերումներով։